Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Հանդիպում հայ համայնքի նախագահ Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքիայում է։ Պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ այլ պաշտոնյաներ։ Թուրքիայի հետ ուղղակի կապերը աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին ունեն մեծ նշանակություն, պնդում է ԿՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Տեղի են ունեցել խորհրդանական հերթական ճեպազրույցները, որի ժամանակ բուռն քննարկվել է նաև Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը։ Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների 17-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այն ուղղված է Իսրայելի ռազմական օբյեկտների, ռազմական արդյունաբերության եւ հրամանատարական կենտրոնների դեմ։ Արդեն կան զոհեր եւ 2 տասնյակ վիրավորներ։ Սևանա լճի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով հուլիսի 2-ից 6 ամսով կարգելվի Սիգի ձկնկիթի արտահանումը, կառավարության այս ուրանիստում ընդունված որոշումները։ Երևանում կայացել է միավորելով հանուն սոցիալական արդարության թեմայով 3-րդ միջազգային համաժողովը։ Կրկին մեկ հարկի տակ էին հավաքվել հայ եւ միջազգային դերակատարները ձևավորելու այնպիսի քաղաքականություններ եւ գործընկերություններ, որոնք կխթանեն սոցիալական արդարության, մարդկային եղբայրության եւ համերաշխության գաղափարները։ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է, որտեղ հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը, հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են այսօրվա այցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղված քայլերին, տարածաշրջանային զարգացումներին, իրական Հայաստան գաղափարախոսությանը եւ այլ թեմաների։ Իսկ ժամը 19-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում պետք է մեկնարկեր վարչապետի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ այլ պաշտոնյաներ։ Թուրքիայի հետ ուղղակի կապերը աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն, պնդում է ԿՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Թուրքիա այցին, Վարդանյանը նշել է, որ Էրդողանի հետ քննարկման լայն օրակարգ ունեն, առանցքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ու դրանից բխող նոր հնարավորությունները, որ կարող են ընձեռվել քաղաքացիներին, տնտեսվարողներին, առևտրային կազմակերպություններին, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ։ Խորհրդանական ճեպազրույցների ընթացքում բուռն քննարկվել է նաեւ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, թե Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատություն է իրականացնում։ Դե իսկ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները քաղաքական են։ Օրինակ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց, որ Կարապետյանի այցերի վրա ամենախիստ սահմանափակումներն են դրված, ինչը ժողովրդավարության մասին իր պատկերացումներին հակասում են։ Արդեն իսկ փաստաբանական խումբը աշխատում է, դուք վստահ եմ տեղյակ եք, որ նաև ամենավատ սահմանափակումներն են արել, նույնիսկ պատգամավորները իրավունք չունեն այցելելու Սամվել Կարապետյանին, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Փաստաբանական խումբը այսօր աշխատում է, ես վստահ եմ, որ եթե արդեն չեն արել, կներկայացնեն միջնորդագիր վերաքննիչ դատարան։ Փաստաբանական խումբը ես վստահ եմ կհամալրվի եւ իսկապես հայ եւ պրոֆեսիոնալ եւ ոչ միայն ենթադրում եմ փաստաբաններ կզբաղվեն գործով, իսկ ձեր նշած խնդիրները այսօրի ընթացքում բնականաբար կլինեն քննարկումների մեջ եւ շատ բան կախված է նաեւ իհարկե պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ կարծում է, թե Սամվել Կարապետյանին հետապնդում են նրա իշխանության դիրքորոշումից տարբեր կարծիք արտահայտելու համար։ Ի պատասխան քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատել է. Դուք ասում եք վարչապետը սպառնաց եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ոչ, Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։
Հովանեսյանը խուսափեց քրյա իրավական գնահատականներ տալ, սակայն հիշեցրեց, Կարապետյանը սպառնացել է պետությանը, ինչին ըստ նրա պետք է տրվի եւ քաղաքական, եւ քրյա իրավական գնահատական։ Այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է եւ տվյալ քաղաքական իրավիճակում, տվյալ կոնտեքստում հայտարարություն է անում օգտագործելով խմբակ եւ տարբեր այլ արտահայտություններ, ասելով, որ քաղաքական գործիքակազմը կամ քաղաքական գործիչները եթե չկարողանան, ասել է թե եթե քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք ուրեմն մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել։ Սա ներողություն։ Հայաստանի Հանրապետությունում ցույցը քաղաքական գործիքակազմ է, արգելի լրագրող։ Ցույցը ներողություն, անջատեք ձեր խոսափողը, ես պատասխանեմ ձեր հարցին։ Ցույցերը, հանրահավաքները, անհնազանդությունները օրենքի սահմաններում եւ առանց սահմանադրական կարգը տապալելու process-ների եւ կոչերի, դրանք քաղաքական գործիքակազմեր են։ Այն ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ եւ դրա մասին ինքը հայտարարում է իր բերանով, ասում է, եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք մեր ձևերով ուրեմն հարցերին կմիջամտենք կամ չգիտեմ արդեն այնտեղ ինչ ասել, բայց կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրյա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ պնդեց, պետության մեջ այլ պետություն գոյություն ունենալ չի կարող։ Մեր քաղաքացիները այն անձինք, ովքեր որովհետեւ եղանակով մասնակցում են քաղաքական կամ այլ գործընթացներին, պետք է հաշվի առնեն, որ ցանկացած կոչ, ցանկացած ելույթ, ցանկացած հրապարակում, որը գտնում է սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ընդունելի է եւ պաշտպանվող է։ Սա է զուգահեռ ցանկացած տեսակի իրական սպառնալիք, հա, որը կարող է դրսևորվել այնպիսի եղանակներով, որը կարող հանգեցնի սահմանադրության մեջ նախատեսված ընթացակարգերի խարխլմանը, չի կարող անտեսվել։ Սահմանադրության դեմ ցանկացած սպառնալիք նման հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ըստ Վարդանյանի հակառակ դեպքում պետությունը տապալելու վտանգ է առաջանում։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, քննարկել Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Նշենք, որ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է միջազգային տնտեսական ֆորումի, որի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը առևտրի ոլորտում ունեն ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն, թվերն են փաստում։ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ հայ արտադրողների ապրանքները պահանջարկ ունեն նաև Ռուսաստանի սպառողների շրջանում, սակայն արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել լոգիստիկային եւ կոնսոլիդացիային։ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ից, նշելով, որ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Կոչ են անում պահպանել հասարակական կարգը, ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման, ասված է հաղորդագրությունում։ Անհետ կորած զինծառայողների հարազատները 3 օր փակ պահելուց հետո բացել են Բաղրամյան պողոտան։ Նրանք նման որոշում են կայացրել ԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ գնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո։ Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում էին հետ վերադարձնել ԱԾ պաշտոնան կառված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով ու կապ պահպանում ծնողների հետ։ Նրանք մտավախություն ունեին, որ իրենց որդիների հարցը օրակարգից դուրս կգար։ Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների 17-րդ ալիքի մեկնարկի մասին, այն ուղղված է Իսրայելի ռազմական օբյեկտների, ռազմական արդյունաբերության եւ հրամանատարական կենտրոնների դեմ։ Գործողությունն իրականացվում է հեռահար եւ գերծանր հրթիռների, հարձակողական անօդաչու թռչող սարքերի եւ ինքնասպանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Իսրայելում ամենուր քաոս է սկսվել, արդեն կան զոհեր եւ 2 տասնյակ վիրավորներ։ Ըստ իսրայելական կողմի, Իրանը մոտ 25 հրթիռ է արձակել իրենց ուղղությամբ։ Թիրախում են հայտնվել Հայֆան, Թել Ավիվը, Բեեր Շևան,
Երուսաղեմը եւ այլ քաղաքներ։ Նախնական տվյալներով հարվածը հասցվել է Իսրայելի կառավարական գործակալությունների, այդ թվում ներքին գործերի նախարարության շենքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռակոծություններն իրականացվել է Իսրայելի ռազմական արդյունաբերական օբյեկտների, հրամանատարական եւ վերահսկման կենտրոնների դեմ։ شو صار؟ ايه؟ ايش فيه؟ وين الشباب؟ كله طحن هون. والله ولا مين اللي تيرا لما مين لا مع مين على مع مين Իսրայելը ևս անցել է Իրանի հրթիռակոծմանը, Ժնևում մեկնարկել են Իրանի բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԵՄ-ի հետ։ Մակրոնը հրապարակել է հանդիպմանը Իրանի ագնախարարի ներկայացվող առաջարկի կետերը։ Դրանք են ՄԱԳԱՏԷ-ի գործունեության վերականգնում, Իրանի բալիստիկ գործունեության վերահսկում, Իրանի կողմից տարածաշրջանում գործող միջնորդ խմբավորումների ֆինանսավորման վերահսկում, Իրանում պահվող պատանդների ազատ արձակում։ Իրան-Իսրայել պատերազմին առնչվող մյուս լուրերը տեսաշարով։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնին եւ տասնյակ ռազմական օբյեկտների, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Զինվորականների տվյալներով այս հարձակմանը մասնակցել է ավելի քան 60 կործանիչ, արձակվել է 120 զինամթերք։ Թիրախների թվում էին հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ եւ հրթիռային շարժիչների ձուլման համար օգտագործվող հումք արտադրող օբյեկտներ, ասվում է հայտարարության մեջ։ Հարվածներն ուղղված են եղել նաեւ պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների միջուկային կազմակերպության կենտրոնակայանին։ Կազմակերպությունը Իրանի կառավարության համար առաջատար տեխնոլոգիաներ եւ զինամթերք է մշակում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից դեպի իսրայելական տարածք հրթիռային հարձակման մասին։ Իսրայելի մի շարք շրջաններում որոշ ժամանակ առաջ ակտիվացել են ծանուցումները, երբ արձանագրվել են Իրանից արձակված հրթիռներ ուղղված դեպի Իսրայել, պետությունն ասված է հայտարարության մեջ։ Բանակային մամուլի ծառայությունը հայտնել է, որ բնակչությանը կոչ են արել պատասպարվել ապահով վայրերում եւ այնտեղ մնալ մինչ հետագա ծանուցումները։ Իսրայելական Իսրայել հայում թերթի տվյալներով հրթիռներն ընկնելու հետևանքով Բերշևա քաղաքում հրդեհվել է մի քանի մեքենա, վնասվել են բնակելի տներ։ Հաղորդվում է, որ իրանական հրթիռներն ընկել են Microsoft-ի գրասենյակի մոտ։ Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում եւ Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին։ Գեներալ Մաջեդ Խադեմին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար, փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր Իսրայելի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Հունիսի 15-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավարը զոհվել է Իսրայելի հարձակման հետևանքով։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հաստատել էին Քազեմիի եւ նրա գործընկերների մահը, նրանք նաեւ Իրանի հետախուզության բարձրաստիճան սպաներ էին։ Ինչպես նշում է Ֆարսը, Մաջեդ Խադեմիի նշանակումը հաստատվել է հրամանատար Մոհամմադ Բաքփուրիի կողմից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է Թասնիմ գործակալությունը։ Ըստ հաղորդագրության ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ էին տարածում եւ փորձում էին թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։ Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որը միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, նաեւ կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածումը կարժանանա երկրի իրավապահ մարմինների ուշադրությանը։ Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է, երկրորդը անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը։ Միաժամանակ ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի։ Դա Իրանի իշխանության տապալման նպատակ չէ, բայց դա կարող է դառնալ հետևանք, նշել է Իսրայելի վարչապետը, հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձ, այս մասին հայտնել է նախարարի խորհրդականը։ Այո, նման սպառնալիք անշուշտ գոյություն ուներ եւ կա, սակայն Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար։ Եթե Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը Փառք Աստծո կանխվեց, գրել է Ռանջբարանը։ Դոնալդ Թրամփն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի արդյոք ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, թե ոչ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել հիմնվելով Իրանի շուրջ տեղի ունեցողի վրա, պատասխանելով հարցին, արդյոք ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված կլինի դրանում։ Սպիտակ տնից հայտարարել են նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումներն Իրանի հետ, բայց Ուիթքոֆի հանդիպումն իրանցի գործընկերների հետ նախատեսված չէ։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի հետ հնարավոր գործարքը ենթադրի վերջինիս համար ուրանի հարստացման արգելք, հայտնել են Սպիտակ տնից։ Շարունակում ենք թողարկումը Սևանալջի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով հուլիսի 2-ից 6 ամսով կարգելվի Սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը հաստատել է նաև օրենսդրական այն փոփոխությունները, որոնք առնչվում են ընտանեկան բռնության կանխարգելմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, տեխնոլոգիական կրթության ընդլայնմանը եւ ապահով ընտանիքների զբաղվածության ապահովմանը։ Կառավարությունը հերթական նիստում որոշում է կայացրել սահմանել Սիգի ձկնկիտի արտահանման ժամանակավոր արգելք։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է Սևանա լճում կենսաբազմազանության պահպանության եւ կենսապաշարների կայուն օգտագործման պահանջից։ Չնայած վերջին տարիներին լճում Սիգի կենսազանգվածի աճին, այն դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակների օպտիմալ թվաքանակը։ Արտահանումը կարգելվի 2025 թվականի հուլիսի 2-ից 6 ամիս ժամկետով։ Գործադիրը նաեւ հավանություն է տվել ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագծին։ Ըստ դրա ընտանեկան բռնության դեպքում ոստիկանությունը ենթադրյալ բռնություն գործադրած անձանց նկատմամբ կարող է կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ, GPS-ով տեղորոշող բրասլետներ։ Նախագծով նախատեսվում է նաեւ պատասխանատվություն էլեկտրոնային հսկողության միջոցներից խուսափելու կամ հրաժարվելու համար։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից։ Կառավարությունը հաստատել է նաև մի շարք տնտեսական ու կրթական նախագծեր։ Օրինակ, Ալավերդու ավտոբուս ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել, որի շրջանակում պարտավորվում է կատարել 179.5 միլիոն դրամի ներդրում 5 ավտոբուսի ներմուծման եւ 22.6 միլիոն դրամի ներդրում կայանատեղիներ կառուցելու համար։ Ծրագիրը նախատեսում է մինչև 2028 թվականը ստեղծել 10 նոր աշխատատեղ, միջինում 178.000 դրամ աշխատավարձով։ Մաքսային արտոնությունները կազմում են 26.9 միլիոն դրամ։ Այնուհետև չքննարկվող հարցերը հաստատելուց հետո փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անցել է զեկուցվող հարցերին, որի ժամանակ ՏԿ նախարար Դավիթ Խուդաչյանը նշել է, որ նախատեսվում է Թումոյի շարժական կենտրոն կառուցելու նպատակով Եղեգնաձորում գտնվող պետական հողամասից 625 քառակուսի մետր տարածք անհատույց տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Այս նախաձեռնության նպատակը մարզերում բնակվող երեխաների համար տեխնոլոգիական կրթության հասանելիությունն ապահովելն է։ Պիտի ասեմ, որ տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում, հավելն է նաև, որ ըստ անհրաժեշտության կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել եւ տեղափոխվել։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ այս պահին Հայաստանում գործում են Թումոյի 6 կենտրոններ եւ դրանցից 35 տուփեր, որոնք շաբաթական ընդգրկում են ավելի քան 21000 երեխա։ Սա թույլ է տվել, որպեսզի մենք ուրեմն ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում, մասնավորապես Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը կից 11 տուփերով եւ այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում այս կենտրոններ։ Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոնը, դրանքից 10 տուփերով ամեն շաբաթ այցելությունները շուրջ 3300 երեխաների կողմից են։ Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը եւ կից 3 տուփերը ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների։ Երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ։ Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը կից 4 տուփերով ամեն շաբաթ հաճախում են շուրջ
1000 ուսանողներ։ Անդրեասյանը նաև նշել է, որ Հայաստանը կրթական արտադրանքով արդեն ներկայանում է նաև արտերկրում։ Նա հիշեցրել է, որ Թումոյի կենտրոններ են բացվել նաև Ճապոնիայում եւ Ուրուգվայում։ Նիստում հաստատվել է նաև ծրագիր, որով անապահով ընտանիքի աշխատունակ անդամները կարող են ժամանակավոր զբաղվածություն ստանալ։ Գործատուներին պետությունը տրամադրում է ամսական 73000 դրամ աջակցություն մեկ աշխատողի դիմաց։ Ծրագիրն այժմ գործում է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Աշխատանքի տեղավորելու համար աջակցում ենք գործատուներին, հետևյալ ոլորտներում աշխատող գործատուներին։ Քաղաքաշինության եւ ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, մինչ համայնքային, ներհամայնքային ճանապարհներ եւ այլն, սոցիալական եւ համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, այդ թվում կարող են լինել միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցումը, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, այդ թվում գյուղատնտեսական արտադրանք, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, խնամքի իրականացում կանաչապատման, կանաչ տարածքների, մշակույթ եւ զբոսաշրջություն, այդ թվում հուշարձանների խնամք եւ այլն, կրթություն, այդ թվում ուսուցիչների, օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքները։ Արմավիրի մարզում կձևավորվի նոր համայնքային միավոր, Վաղարշապատ եւ Խոյի համայնքների միավորման արդյունքում։ Համայնքների ավականու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Միավորման նպատակն է ապահովել վարչատարածքային բարեփոխումների շարունակությունը եւ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը։ Կառավարության նիստում օրակարգի բոլոր հարցերը հաստատվել են։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միավորելով հանուն սոցիալական արդարության թեմայով երրորդ միջազգային համաժողովը կրկին մեկ հարկի ներքո է հավաքել հայ եւ միջազգային դերակատարներին ձևավորելու այնպիսի քաղաքականություններ եւ գործընկերություններ, որոնք կխթանեն սոցիալական արդարության, մարդկային եղբայրության եւ համերաշխության գաղափարները։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատահական չի համարում, որ այս տարվա համաժողովի առանցքում հենց մարդկային բարեկամական հարաբերությունների հաստատումն է։ Երևանում կայացած միավորվելով հանուն սոցիալական արդարության թեմայով երրորդ միջազգային համաժողովը վերածվեց կառուցողական քննարկումների, արձանագրված հաջողությունների ամփոփման եւ ապագայի տեսլականների ներկայացման կարևոր հարթակ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ առանց մարդկային եղբայրության գաղափարի անհնար է հասնել սոցիալական արդարության։ Այս նպատակով մշակվել է 2025-ից 31 թվականների զբաղվածության ռազմավարական ծրագիրը, որով առանձնացվել են կարևոր թիրախային խմբեր 18-ից 29 տարեկան չսովորող եւ չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի չաշխատող կանայք, սոցիալական աջակցություն ստացող աշխատունակ շահառուներ։ Փաստաթուղթը միտված է նրանց տնտեսական ակտիվացմանը, կրթությանն ու վերապատրաստմանը աշխատաշուկայում ինտեգրման միջոցով։ Մենք այսօր եւ աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում ունենք մի շարք խնդիրներ, որի համար մենք հասցեագրել ենք ռազմավարություն, որտեղ հասցեագրված են կոնկրետ թիրախմբեր, օրինակ երիտասարդների, օրինակ կանանց ժողովրդագրությունում ավագ սերնդի ներկայացուցիչների, որոնց կազմը բավականին մեծ է մեր բնակչության ընդհանրական կազմում, նրանց համար տնտեսական ակտիվության ծրագրեր իրականացնել, տնտեսապես ակտիվ պահելը։ Նախարարը նշեց, որ ժամանակակից միտումներին զուգընթաց Հայաստանը կիրառում է արհեստական բանականություն եւ թվային գործիքներ, որոնց միջոցով բարձրացվում է սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, խթանվում է համայնքների միավորումը, կառուցվում է արդար եւ հոգատար թվային հասարակություն։ Նարեկ Մկրտչյանն առանձնակի կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները, ընդգծելով, որ այս նպատակով Հայաստանի կառավարության կողմից մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-ից 27 թվականների համալիր ծրագիրը, որի նպատակն է ապահովել այդ խմբերի լիիրավ մասնակցությունը երկրի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքին, հաղթահարելով ներառականության խոչընդոտները։ Այստեղ բավականին անելիք ունենք, ճիշտ է, մենք 1.2 միլիարդից ավել ծառայություններ ենք արտապատվիրակում հասարակական կազմակերպություններ, որպեսզի ծառայություններ մատուցեն, բայց չենք համարում, որ բավարար է հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունները մեր երկրում, բայց որ համեմատենք վերջին տարիներին ամեն տարվա վրա մենք ինչքան նոր ծրագրեր եւ նոր ծառայություններ ենք ներդնում, կարող ենք ասել, որ բավականին այսպես առաջընթաց ունենք, բայց քանի որ անընդհատ զարգանում են ծառայության տեսակները, նաեւ տեխնոլոգիաները, սա շարունակական գործընթաց
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր ելույթում նշեց, որ արդեն երրորդ անգամն են երկրները համախմբվում սոցիալական արդարության եւ արժանապատիվ աշխատանքի գաղափարի շուրջ։ Նա հույս հայտնեց, որ այս հանդիպումը կմեծացնի փոխադարձ ըմբռնումը, կխթանի այն քաղաքականությունների ձևավորումը, որոնք իրապես արժևորում են մարդկային կյանքը։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համակարգային բարեփոխումներ ընդունությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն աշխատանքային օրենսգիրքի բարեփոխումները, զբաղվածության ռազմավարության հաստատումը, ինչպես նաև նոր այն գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության ոլորտը դարձնելու ավելի արդար, ճկուն և արձագանքող ժամանակակից պահանջներին։ Սոցիալական արդարությունը հնարավոր չէ առանց ընդգրկուն համագործակցության։ Պետությունը միայնակ չի կարողացնել դրա իրականացմանը։ Անհրաժեշտ է սերտ համագործակցություն մասնավոր հատվածի, քաղաքական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Տալ հավասար հնարավորություններ հասարակության բոլոր շերտերին, ունենալու հասանելիություն ամենատարբեր սոցիալական ծառայություններին, կրթությունից մինչև առողջապահություն։ Ահա սա է համաժողովն իր օրակարգի առանցքում պահում։ Մենք ձևավորել ենք օրենսդրական հենքեր, որոնք կաջակցեն հաշմանդամություն, մտավոր սահմանափակում ունեցող անձանց ընդգրկվել աշխատուժի կազմում։ Մենք ստեղծել ենք խրախուսական մոտիվացիոն մեխանիզմներ մեր գործատուների համար, այդ թվում ուղիղ սուբսիդիաների, հարկային արտոնությունների տեսքով։ Այն կօգնի, որ մեր գործատուները ստեղծեն համապատասխան պայմաններ ու աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Կարծում եմ, այդ մեխանիզմները կարող են գործել նաև Հայաստանում։ Ի դեպ խոսքը նաև ազատազրկված անձանց մասին է, որոնք պատիժը կրելուց հետո պետք է սոցիալականացվեն եւ ինտեգրվեն հասարակությունում։ Նրանց համար պետք է գործեն այնպիսի աշխատավայրեր, որտեղ կստանան համապատասխան օժանդակություն, նաև բնակարաններ, նրանց բնակապահովման մասին եւս հոգ է տանում պետությունը։ Սոցիալական արդարության խնդիր կա բոլոր երկրներում, քանի որ այն շատ կարևոր է մեզ համար, մենք բաց չենք թողնում հնարավորությունը մասնակցելու այսպիսի համաժողովների, վերհանելու խնդիրները ու կիսվելու մեր երկրների փորձով։ 90-ականներից ի վեր մենք ունենք Հարավային Օսեթիայից եւ Աբխազիայի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք իրացման խնդիր։ Այս համատեքստում մենք ցանկանում ենք փորձի փոխանակում իրականացնել հայ գործընկերների հետ։ Միջոցառման 4 պանելային քննարկումների ընթացքում բանախոսները խոսեցին սոցիալական արդարության ամրապնդման գործում, մարդկային եղբայրության գաղափարի, արդար եւ ներառական աշխատաշուկայում գլոբալ գործընկերությունների, արհեստական բանականության դերի, խոցելի խմբերի հզորացման եւ այլ թեմաների մասին։ Սա հնարավորություն կտա քննարկելու սոցիալական արդարության կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու սոցիալական արդարության սկզբունքների խթանման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։ Մենք Հայաստանի հետ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում մեր բարեկամական հարաբերություններն ու գործակցությունը խթանելու համար։ Հիմնականում կենտրոնանում ենք կրթական, երիտասարդական, ուսանողական ծրագրերի վրա։ Մենք խրախուսում ենք երիտասարդներին նշել ՄԱԿ-ի կողմից նշված երիտասարդության օրը։ Բացի այդ, մենք պարբերաբար կազմակերպում ենք սպորտային միջոցառումներ, որոնք մեր երկրների երիտասարդներին շփվելու, նոր կապեր հաստատելու հարթակ են ստեղծում։ Համաժողովին ներկա բոլոր մասնակիցները միաձայն նշեցին, այսպիսի համաժողովները կարևոր նշանակություն ունեն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանը ներկայացավ իր երկրորդ անհատական ցուցահանդեսով դիմակից այն կողմ, որը 3 օր շարունակ բաց էր Հենրիկ Կիգիթյանի անվան գեղագիտական կենտրոնում։ Ցուցադրությունը վեր էր հանում կնոջ իրական կերպարը առանց ֆիլտրերի, ֆոտոշոպի եւ հասարակական ձևաչափերի։ Լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը դիմակից այն կողմ բացել է իր դռները Հենրիկ Կիգիթյանի անվան գեղագիտական կենտրոնում։ Այս յուրահատուկ շարքը վեր է հանում մարդու ճշմարիտ էությունը առանց շպարի, ֆիլտրերի ու ֆոտոշոփի։ Ցուցադրության առանցքում կինն է ոչ իբրև գեղագիտական օբյեկտ, այլ որպես ապրող էություն։ Ցուցահանդեսի հեղինակ Ռոբերտ Ֆրանգյանը պատմում է. գաղափարը հասունացել է երկար ժամանակ։ Beyond the mask, այսինքն դիմակից այն կողմ առանց ֆոտոշոփի, առանց ֆիլտրերի, բնական դեմք, այսինքն մարդը պետք է տեսնի իրեն ոնց կա եւ միշտ մտածի, որ տենց ավելի գեղեցիկ է իմ կարծիքով։ Հաղորդավար լուրերի մեկնաբան Ֆրանգյանի հին ընկեր Արա Աբրահամյանը ընդգծում է լուսանկարչի մասնագիտական հասունությունը։ Երևի 1 տասնյակ եւ ավել ժամանակ միասին աշխատել ենք, երբ առաջին անգամ ես նրան տեսա, տաղավարում ես լուրեր էի վարում, եկել հանկարծակի հայտնվեց երկրորդ կուրսի ուսանող Գանգուր Մազերով մի երիտասարդ, որը առաջին քայլն էր անում, ու այդպես սկսվեց մեր ընկերությունը ու շատ արագ ինքը սովորեց այս ամեն ինչը, շատ արագ դարձավ ծելեի մարդ, հա, այսպես ասեմ, հերոստատեսային լեզվով, հերոստատեսության մարդ,
ու ինձ իր մեջ ինչն է ամենաշատը կարևոր որպես եւ մարդկային հատկանիշ եւ պրոֆեսիոնալ դիտարկում, որ ցանկություն ուներ անդադար սովորելու։ Երբեք որևէ բանով չէր սահմանափակվում եւ որևէ տեղ չէր ասում, դե սա իմ մասով չի, ամեն տեղ նա ասում էր ես կանեմ բոլոր նկարողներին ու արդյունքում այսօր արդեն երկրորդ իր ցուցահանդեսն է, որը փայլուն աշխատանք է։ Իսկ հաղորդավարուհի լուրերի մեկնաբան Անի Ստեփանյանը կարևորում է Ֆրանգյանի բացառիկ կարողությունը ֆիքսելու մարդու իրական դեմքն ու միմիկան։ Ամենակարևոր հանգամանքը, որը մարդու բնական միմիկան է, դարձնում է նկարը նույնպես բնական, Ռոբը կարողանում է որսալ։ Ես չեմ կարող ասել ինչպես է որսում, ինչպես է կարողանում գտնել քեզ, որովհետև մենք կարող ենք լուսանկարվել 1000 լուսանկար, բայց Ռոբը չեմ կարող ասել այդ 1000-ի մեջ հաստատ շատ քիչ վրիպումներ կլինեն, որտեղ դու քեզ կարող ես արհեստական գտնել։ Ցուցահանդեսն ավարտվել է, բայց նկատելի է մի բան. ժամանակակից լուսանկարչության բեմում Ռոբերտ Ֆրանգյանն ունի իր առանձին ազնիվ ու մաքուր ձայնը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։